2026 թվականի առաջին կիսամյակն ամփոփող անսուլիսների շարքը այսօր ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտպանատար պարոն Արմեն Մկրտչյանը եւ Փրկար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ պարոն Արամ Ղազարյանը կներկայացնեն Փրկար ծառայությունում 2026 թվականի առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների ոլորտում վարվող քաղաքականության եւ բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվություններ, որից հետո կունենանք հարցը պատասխան։ Շնորհակալություն, հարգելի լրագրողներ, բարև ձեզ։ Ես էլ եմ շնորհակալություն հայտնում ասուլիսի իրավերը ընդունելու համար։ Այսօր կամփոփենք 2026 թվականի առաջին կիսամյակում Փրկար ծառայության գործունեության արդյունքները։ Կներկայացնենք նաև առհասարակ աղետների ռիսկի կառավարման ոլորտում մեր քաղաքականությունները, զարգացումները եւ բարեփոխումները։ Նշեմ, որ Փրկար ծառայության զարգացումը մենք իրականացնում ենք դեռևս 2025 թվականին մշակված եւ հավանության արժանացած հայեցակարգի տրամաբանությամբ եւ ըստ ուղղությունների ես փորձեմ շատ հակիրճ ներկայացնել կատարված աշխատանքները։ Առաջին բաժինը, որ կխոսեմ, կվերաբերվի ինստիտուցիոնալ փոփոխություններին, այս առումով առանձնահատուկ կուզենայի նշել օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը, այս տարվա փետրվարի 15-ին գիտեք, որ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն ձևավորվեց ներքին գործերի նախարարությունում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի եւ Փրկար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հենքերի վրա։ Ըստ էության այս միավորումը մեր քաղաքացիներին հնարավորություն է ընձեռել տարբեր վտանգավոր իրավիճակներում հայտնվելուց մեկ հեռախոսահամարի ահազանգ կատարել եւ ստանալ որակյալ եւ արագ արձագանք կամ խորհրդատվություն։ Նշեմ, որ մենք այս իմաստով ներդրել ենք զանգերի միասնական կառավարման նոր համակարգ։ Մենք մեր որպես աշխատանքի որակի չափանիշ սահմանել ենք ներնամիջազգային ստանդարտը, ինչ է սա նշանակում, նախ եւ առաջ նշանակում է, որ զանգերը պետք է սպասարկվեն մինչև 15 վայրկյան ժամանակահատվածում եւ պետք է փաստեն, որ այս պահի դրությամբ մենք մեր արած գնահատականների արդյունքում պարզել ենք, որ մեր զանգերի 67.6%-ը իրականացվում է այս չափանիշի տրամաբանությամբ եւ ժամանակահատվածում։ Իհարկե մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի բոլոր զանգերի պատասխանների ուրեմն ժամանակային հատվածը դարձնենք այս չափանիշին համապատասխան։ Խոսքը 112-ի մասին է, այո, նաեւ այս ուղղությամբ կուզենայի նշել, որ մեր համար շատ կարևոր է թեժգից ծառայության զարգացումը, քանի որ մեր վերլուծությունները եւ դիտարկումները հանգեցնում են այն գնահատման, որ զանգերի մեծ մասը կամ 80%-ը դրանք խորհրդատվական բնույթ են կրում եւ թեժգից ծառայության զարգացումը ինքնին բացի կարևոր լինելուց, որպես խորհրդատվության տրամադրման, այսպես ասած, ծառայություն, շատ կարևոր է այն իմաստով, որ այն վտանգավոր զանգերի, այսինքն 112 հեռախոսահամարին զանգերը կբեռնաթափի, վերցնելով իր վրա այդ խորհրդատվական զանգերը, եւ բնականաբար առավել վտանգավոր եւ հրատապ արձագանք պահանջող զանգերը շատ ավելի արագ եւ արդյունավետ կսկսեն սպասարկվել։ Նշեմ նաեւ, որ մենք շարունակաբար վերապատրաստում ենք օպերատիվ կառավարման կենտրոնի մեր աշխատակիցներին եւ ծառայողներին հաղորդակցման հատկապես հմտությունների ուղղությամբ, շարունակելով ինստիտուցիոնալ փոփոխությունները ներկայացնել, նշեմ, որ այս գործընթացին զուգընթաց Փրկար ծառայությունում եւս տեղի են ունեցել անցած տարվանից սկսած կազմակերպական եւ կառուցվածքային փոփոխություններ, նախկին 7 կենտրոնական ապարատում նախկինում գործող 7 վարչությունների փոխարեն ներկայումս գործում են 3 վարչություններ, սա ուղղակի ինքնանպատակ չի եւ կրճատման խնդիր չէ, մենք կրկնվող ֆունկցիաներն ենք վերացրել եւ համանման գործառույթները
տեղավորել ենք մեկ կառավարման, այսպես ղեկավարման շրջանակում, ինչը առավելապես բարձրացրել է կառավարման արդյունավետությունը։ Մենք այս տրամաբանությունը նաև շարունակում ենք փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների ուղղությամբ կատարել եւ հատկապես այդտեղ մենք կենտրոնանում ենք մի կարևոր ուղղության վրա, սա կամավորական փրկարարական հենակետերի ձևավորումն ու ավելացումն է։ Նշեմ, որ այս պահին արդեն գործում են 12 համայնքներում գործում են այդպիսի երշեջ փրկարարական հենակետեր, դրանք սպասարկում են 60 բնակավայրեր, առաջիկայում կունենանք եւս մեկը։ Առասարակ ասեմ, որ այս հենակետերի ընդլայնման եւ ավելացման process-ը լինելու է շարունակական, սա մեր համար առաջնահերթություն է, մենք նաև ինստիտուցիոնալ առումով ենք փորձում զարգացնել այս ուղղությունը եւ նոր բաղադրիչներ տանք այս ինստիտուտին, հատկապես գրավչության բարձրացման ուղղությամբ, մոտիվացիոն, սոցիալ երաշխիքների որոշակի առումով մենք պատրաստվում ենք այս ուղղություններով աշխատել։ Նշեմ նաև, որ փրկարար բնականաբար այս կամավորական ջոկատները պետություն եւ հասարակություն շատ լավ, այսպես ասած, համագործակցության տեսակ է։ Պետությունը այս իմաստով այս ջոկատներին, հենակետերին ապահովում է տրանսպորտով, տեխնիկայով, իրականացնում է վերապատրաստումներ, իսկ կամավորական ջոկատներում ընդգրկված քաղաքացիներն էլ իրենց ծառայությունն են մատուցում, իրենց համայնքին, պետությանը, դրանով իսկ կրելով եւ տարածելով նաեւ անվտանգ մշակույթ կրող քաղաքացու, այսպես ասած, կերպարը, առասարակ կրթությունը եւ վերապատրաստումները փրկարարական ոլորտում մեր համար առաջնահերթություն են եւ փրկարար ծառայողների կրթությունը եւս մենք իրականացնում ենք շարունակական կրթության տրամաբանության ներքո։ Մենք նաեւ մեկնարկել ենք այսպես միջստորաբաժանումային մրցույթային աշխատանքներ, որը շատ առողջ մրցակցություն է ձևավորում ծառայությունների մեջ, շատ մոտիվացնող է եւ բնականաբար մեր ծառայողները այս միջոցառումների շրջանակում ավելացնում են իրենց հմտությունները եւ կարողությունները։ Շատ կարևոր ուղղություն է փրկարար ծառայության տեսանկյունից մեզ համար ծառայության նյութատեխնիկական ապահովվածությունը եւ նշեմ, որ սա վերաբերվում է թե տրանսպորտային տեխնիկային, թե փրկարարական գործիքներին, ինչպես նաեւ շենքային ենթակառուցվածքներին։ Մենք 18 նոր հրշեջ փրկարարական տեխնիկա ենք ձեռք բերել, 6 նոր տրանսպորտային միջոցի մասով ունենք պայմանագիր։ Նշեմ նաեւ, որ Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակներում առաջիկայում կունենանք նաև 10 Iveco մատնիշի հրշեջ փրկարարական նոր մեքենաներ։ Առասարակ նշեմ, որ մենք այս փոփոխությունները իրականացնում ենք ժամանակակից եւ արդիական տեխնիկա ունենալու նպատակով եւ ժամանակի ընթացքում հրաժարվելու ենք ամբողջ հնամաշ տեխնիկայից։ Սա շատ կարեւոր է, քանի որ այս ոլորտում թե քաղաքաշինության, թե ճանապարհների, թե առասարակ ենթակառուցվածքների զարգացումները մեզ ստիպում են, որպեսզի մենք մեր տեխնիկաները նույնպես համապատասխանեցնենք ժամանակակից ուրեմն չափանիշներին։ Նաև շենքային ենթակառուցվածքներից մի քանի տվյալ մեջ բերեմ, մենք Ստեփանավանում անցած տարի շահագործման հանձնեցինք նոր մասնաշենք, Սևան քաղաքում ավարտվել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական կայանի կառուցման աշխատանքները, առաջիկայում կավարտենք նաև Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի նոր շենքի ուրեմն կառուցման աշխատանքները, նաև մյուս մարզերում մենք ունենանք շարունակական աշխատանքներ այս իմաստով եւ շատ կարճ նաև անդրադառնամ աղետների ռիսկի կառավարման ոլորտում մեր վարվող քաղաքականություններին, տեսեք մենք առավելապես այս ոլորտում կենտրոնացած ենք
աղետների ռիսկի նվազեցմանը, այսինքն կանխարգելման հատվածին, եւ ստեղ կուզենայի առանձնահատուկ մատնանշել մեկ կարևոր ուղղություն, որը մեր համար օրակարգային հարց է եւ առաջնահերթություն, դա վաղ ազդարարման համակարգի լիարժեք ձևավորումն ու զարգացումն է։ Ըստ էության շատ կարճ բնութագրեմ, թե այս համակարգը ինչ կտա մեզ, վաղ ժամանակահատվածում հայտնաբերել աղետի ռիսկ եւ դրա այդ ռիսկի վրա օպերատիվորեն ազդելով տարբեր գործիքակազմերով մենք բնականաբար կունենանք աղետի հնարավոր բացասական հետևանքների նվազում կամ շատ ավելի ցանկալի է, որ ընդհանրապես բացասական հետևանքները կփորձենք կանխել այս մեծ գործիքակազմեր պարունակող համակարգի միջոցով եւ նաեւ շատ կարճ նշեմ, որ մեկնարկել է սեյսմիկ դիտացանցի ամբողջական եւ լայնամասշտաբ արդիականացման աշխատանքները մեզ մոտ, այս իմաստով մենք բնականաբար էականորեն կբարձրացնենք սեյսմիկ ռիսկ պարունակող տվյալների ճշգրտությունը, մենք սեյսմիկ իրադարձությունների վաղ հայտնաբերում կունենանք եւ բնականաբար այս ոլորտում ռիսկի գնահատման եւ կանխատեսման արդյունավետության բարձրացում կունենանք։ Թերևս այստեղ ես կանգ առնեմ, խոսքը կփոխանցեմ գործընկերոջս պարոն Ղազարյանին, շնորհակալություն եւ հետագայում եթե կլինեն հարցեր կպատասխանեմ դրանց։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն Մկրտչյան, հարգելի լրագրողներ, ողջունում եմ բոլորիդ։ Կներկայացնեմ 2026 թվականի առաջի կիսամյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից կատարված հիմնական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, որի ավարտից հետո սիրով կպատասխանեմ ձեր հարցերին։ 2026 թվականի առաջի կիսամյակում գրանցվել է 6421 արտակարգ դեպք պատահար, 25 թվականի նույն ժամանակահատվածում 7785 Արտակարգ դեպքերը նվազել են 1364-ով կամ 17.5%-ով։ Առաջին կիսամյակում գրանցված 6421 արտակարգ դեպք պատահարներից 4737-ը կամ 73.8%-ը տեխնազին արտակարգ դեպքեր են, 569 կամ 8.9%-ը տարերային եւ 1115-ը կամ 17.4%-ը սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքեր։ Արտակարգ դեպքերի հետևանքով զոհվել է 146, տուժել 4357 մարդ, 2025 թվականին զոհվել 152, տուժել 4709։ Փրկարարական ստորաբաժանումների ջանքերով փրկվել է 68 մարդու կյանք։ 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ նվազում է արձանագրվել ոչ միայն արտակարգ դեպք պատահարների թվականակում, այլև նվազել են զոհերը եւ տուժածները, համապատասխանաբար 6-ով եւ 352-ով։ Առաջին կիսամյակում գրանցված արտակարգ դեպքերի գերակշիռ մասը կազմել են հրդեհները 2431 կամ 37.9%, 2025 թվականին 7193 կամ 92.4%, ճանապարհատրանսպորտային պատահարները 2151 կամ 33.5%, 25 թվականին 2072 կամ 26.6% եւ թունավորումները 1006 դեպքով կամ 15.7%, 2025 թվականին 1298 կամ 16.7%։ 2025 թվականի առաջի կիսամյակի համեմատությամբ տեխնացին արտակարգ դեպքերի թիվը նվազել է 1258-ով կամ 21%-ով, ինչը հիմնականում պայմանավորվել է հրդեհների ենթադասում գրանցված զգալի նվազումով։ Գրանցվել է հրդեհի 2431 դեպք, որը 25 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 1392-ով կամ 36.4%-ով, 2025 թվականին գրանցվել է 3823 դեպք։ Հրդեհների 12.2%-ը կամ 296 դեպքը ծագել է բնակելի շինություններում, 25 թվականին 340, 67-ը բնակելի շենքերում, 25 թվականին 90 կամ 229 առանձնատներում, տնամերձ կառույցներում, 2025 թվականին 250։ Ինչպես եւ նախորդ տարիներին, այս տարի եւս հրդեհների մեծամասնությունը բաժին է ընկել բուսածած տարածքներում հրդեհների մասնաբաժին 37.5%։ Արձանագրվել է 911 դեպք,
որի արդյունքում այրվել է 1763.8 հեկտար բուսածած տարածք։ 2005 թվականին 2008 դեպք այրվել է 4037.1 հեկտար բուսածած տարածք։ Հրդեհների դեպքերի նվազումը պայմանավորված է ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից հրդեհավտանգ ժամանակահատվածում իրականացվող լայնածավալ իրազեկման աշխատանքներով, ինչպես նաև եղանակային պայմաններով։ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից մինչև սույն թվականի օգոստոսի 20-ը անտառային եւ բուսածած տարածքներում հրդեհների առաջացման կանխարգելման վարվելակերպի կանոնների պահպանման եւ իրազեկման իրականացման շրջանակներում ներգրավել են 1503 փրկարարական ծառայողներ, 533 էկոպարեկանի ծառայողներ, 107 կամավորներ, բաժանվել են 6146 թռուցիկներ, փակցվել են 5347 պաստառներ, իրազեկվել են 45008 անձիկ։ Մարզպետարաններում, համայնքապետարաններում եւ շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող անտառտնտեսություններում եւ անտառպետություններում կազմակերպվել են 70-ից ավել հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են բնակչության իրազեկվածության եւ զգոնության բարձրացման հարցերը։ Բնակավայրերում իրազեկումների թիվը կազմել է 674, իսկ հանգստյան գոտիներում 1109։ Հաշվետու ժամանակահատվածում առավելագույն ցուցանիշ 634 հրդեհ գրանցվել է հունիս ամսին, իսկ նվազագույնը 276 հրդեհ հունվարին։ Հրդեհների 785 դեպք գրանցվել է Մայրաքաղաքում, մարզերում գրանցվել է 1646 հրդեհի դեպք։ Հանրապետության մարզերում 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ հրդեհների վիճակագրությունում արձանագրվել է նվազումներ, բացառություն են կազմել միայն Արմավիրի եւ Շիրակի մարզերը, ուր ցուցանիշները աճել են համապատասխանաբար 18-ով եւ 13-ով։ Առաջին կիսամյակում գրանցվել է 569 տարերային բնույթի արտակարգ դեպք պատահար, 2025 թվականին 409։ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ տարերային արտակարգ դեպքերի թիվը աճել է 160-ով կամ 39.1%-ով։ Վերջինս պայմանավորվել է հեղեղման, քարաթափման, սողանքի, ձնաբքի, մերկասառույցի, առատձյան, կայծակի եւ տեղատարապ անձրևի ենթադասերում գրանցված աճով։ Գրանցվել է հեղեղման եւ գետերի վարարման 19 դեպք, 2025 թվականին 2։ 16 դեպքում հեղեղման պատճառ է հանդիսացել գետերի վարարումը, 2-ում ձնհալը, 1-ում հորդառատ անձրևը։ Գետերի վարարման 3-ական դեպք է գրանցվել Լոռու, Արարատի, 2-ական Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի եւ Վայոց ձորի եւ 1-ական Տավուշի եւ Կոտայքի մարզերում։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է քարաթափման 102 դեպք, 2025 թվականին 38։ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է քարաթափումների թվականակի աճ 64 դեպքով։ Դիտարկվող ժամանակահատվածում առավելագույն ցուցանիշ է գրանցվել Սյունիքի մարզում 34 դեպք։ Հանրապետության ավտոճանապարհների վտանգավոր հատվածներում առաջին կիսամյակի ընթացքում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից իրականացվել է 12 հարկադիր քարաթափում, որից Արարատի մարզում 1, Գեղարքունիքում 3, Կոտայքի մարզում 8։ Հարկադիր քարաթափման աշխատանքները կրում են պարբերական բնույթ։ 26 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է սողանքի 11 դեպք, 2025 թվականին 2, 3 դեպք է գրանցվել Սյունիքի մարզում։ 6 դեպքում սողանքները ակտիվացել են Կոտայքի մարզում, 1 դեպք գրանցվել է Երևանում, 1 դեպք Վայոց ձորի մարզում։ Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է ուժեղ քամու 45 դեպք, 25 թվականին 62, վտանգավոր տարերային երևույթի 3 դեպք է գրանցվել հունվար, 8-ը փետրվար, 5-ը ապրիլ, 11-ը մայիս եւ 18-ը հունիս ամիսներին։ Ուժեղ քամու 7 դեպք արձանագրվել է Մայրաքաղաքում, 8-ը Լոռու, 6-ը Արագածոտնի, 7-ը Գեղարքունիքի, 3-ական Արմավիրի, Սյունիքի, Տավուշի եւ Կոտայքի, 2-ական Արարատի եւ Վայոց ձորի, 1-ը Շիրակի մարզերում։ Վնասվել են ընդհանուր առմամբ 87 շինություն, տանիք, 19 տրանսպորտային միջոց, 45 ծառ եւ 7 էլեկտրական սյուն։ 2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է կարկուտի 13 դեպք, 25 թվականին 30, 25 թվականի հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ կարկտահարման դեպքերի թվականակում գրանցվել է նվազում 17 դեպքով։
3-ական դեպք է գրանցվել Լոռու եւ Շիրակի, 2-ական Գեղարքունիքի եւ Տավուշի, 1-ական Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերում։ Ձնաբքի, բքի առածյան եւ մերկասառույցի առաջացման պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 307 դեպք, 2025 թվականին 133։ Փրկարարները ոստիկանության եւ ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցների հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել 2202 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տեղափոխվել 5122 մարդ։ Հանրապետությունում 26 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 1115 սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքեր։ Սոցիալ-կենսաբանական արտակարգ դեպքերի ենթադասերում ցուցանիշները կրել են ինչպես աճի, այնպես էլ նվազման միտումներ։ Ինչպես նախորդ ժամանակահատվածում, այս տարի եւս տվյալ դասում արտակարգ դեպքերի գերակշիռ մեծամասնությունը 90.2%-ը բաժին է ընկել մարդկանց շրջանում թունավորումներին։ 2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետության ջրային ավազաններում գրանցվել է ջրահեղեղման 4 դեպք, ինչից զոհվել է 6 մարդ։ 2026 թվականի հունվարի 1-ից հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության եւ բժշկական ապահովման վարչությունում գրանցվել է 1312 զանգ, 912-ը հոգեբանական, 400-ը բժշկական խորհրդատվությունների վերաբերյալ։ Վերոնշյալ ժամանակահատվածում նշված վարչության ծառայողները հոգեբանական եւ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով իրականացրել են ընդհանուր 130 ելք դեպքի վայրի մեկնում, հոգեբանական մասով 106 եւ բժշկական մասով 24։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից այս տարի մեծ ուշադրություն է դարձվել ներքին գործերի նախարարի հրամանով հատուկ ուշադրություն դարձնել փրկարար ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանը եւ այս տարի իրականացրել ենք 278 ուսումնավարժություն 2025 թվականի 161 ուսումնավարժության դիմաց, որից 2-ը հրամանատարաշտաբային ուսումնավարժություններ են, 33-ը շտաբային ուսումնավարժություններ, 4-ը ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, 228-ը հատուկ տակտիկական ուսումնավարժություններ եւ 11-ը օբյեկտային ուսումնավարժություններ։ Քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում հանրապետության 283 կրթական հաստատություններում կազմակերպվել եւ անց են կացվել սեմինար պարապմունքներ, վարժանքներ եւ իրազեկման միջոցառումներ, ուղղված քաղաքացիական պաշտպանության մշակույթի ձևավորմանը եւ բնակչության իրազեկվածության բարձրացմանը։ Խոսեմ ՄԱԿ-ի ինսարակ քաղաքային որոնողափրկարարական հայկական թիմի պատրաստության վերաբերյալ։ 2028 թվականին կայանալիք հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի վերավորակավորման ընթառաջ Սույն թվականի օգոստոսի 11-ից 13-ը Գյումրի քաղաքում Շվեյցարիայի համագործակցության եւ զարգացման գործակալության մենթորական խմբի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ գնահատմամբ իրականացվեց ՄԱԿ-ի իսարակ արտաքին որակավորումն անցած հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի նախավարժանքը, որտեղ որոնողափրկարարական թիմը ցուցադրեց իր բոլոր հմտություններն ու հնարավորությունները։ Վարժանքի ընթացքում մենթորական խմբի կողմից արվեցին որոշ դիտարկումներ եւ շտկումներ։ Ընդհանուր վարժանքը 160 կետից բաղկացած ստուգաթերթի արդյունքներով վերջինների կողմից գնահատվեց լավ։ Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը պատրաստվում է նաեւ 2026 թվականի հոկտեմբերի 6-ից 9-ը Շվեյցարիայի համադաշտության Ժնև քաղաքի արվարձանում մասնակցել Եվրոպական հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության եւ հումանիտար օգնության գլխավոր տնօրինության կողմից կազմակերպվող դաշտային վարժանքին։ Մասնակցությունը վարժանքին կարևոր նշանակություն ունի ներքին գործերի նախարարության, փրկարար ծառայության, իսարակ արտաքին որակավորումը անցած հայկական քաղաքային որոնողափրկարարական միջազգային թիմի կարողությունների զարգացման փոխհամագործակցության բարձրացման, ինչպես նաև Եվրոպական միության բնակչության պաշտպանության մեխանիզմի շրջանակներում համագործակցության խորացման տեսանկյունից։ Փրկարարական ծառայողների տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների կատարելագործման նպատակով վերապատրաստվել են 994 փրկարարական ծառայողներ։ Գարնանային վարարումների եւ սելավների ռիսկերի նվազեցման նպատակով
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, ինչպես նաեւ շրջակա միջավայրի նախարարություն են ներկայացվել առաջարկություններ գետերի, հեղեղատարների եւ սելավատարների հուների 193 հեղեղավտանգ տեղամասերում, 244 բնակավայրերում կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ։ Հունվար-մայիս ամիսներին համայնքների միջոցով 59 բնակավայրերում գետերի եւ հեղեղատարների հուների 167 հեղեղավտանգ տեղամասերում իրականացվել են մաքրման աշխատանքներ։ Իրականացվել են քիմիապես վտանգավոր օբյեկտների, ջրամբարների, պոչամբարների, հիդրոտեխնիկական կառույցների եւ հրդեհավտանգ արտադրամասերի անվտանգության գնահատման եւ վերահսկման աշխատանքներ։ Աղետների ռիսկի կառավարման պլանների լրամշակման եւ ներդրման նպատակով իրականացվել են 67 համայնքներում աղետների ռիսկի կառավարման պլանների մշակում։ Լողասեզոնի բացման կապակցությամբ հանգստացողների անվտանգությունը ապահովելու նպատակով 2026 թվականի հուլիսի 1-ից սկսած Շողակաթ համայնքի Սևանա լճի ափամերձ գոտիներում եւ շրջակա միջավայրի նախարարության Սևան ազգային պարկի 3 հանրային լողափներում փրկարարների կողմից իրականացվում է շուրջօրյա հերթապահություն եւ հերթապահությունները կշարունակվեն մինչեւ սեպտեմբերի 10-ը, որ լողասեզոնի ընթացքում հանրային լողափներում եւ հարակից գոտիներում փրկարարների կողմից թռուցիկներով, բարձրախոսներով եւ ԱԹՍ-ներով պարբերաբար իրականացվում են բնակչության իրազեկման աշխատանքներ։ Կարող եմ նշել, որ նշված հատվածներում որևէ դեպք չենք ունեցել։ Ինչպես նշեցի, ունեցել ենք 4 դեպք, դրանք եղել են մասնավոր տարածքներում։ Ցավալի դեպքեր են, սակայն նաև մասնավոր տարածքներում փրկարար ծառայողների կողմից պարբերաբար, ինչպես հայտնեցի, իրազեկման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ 4-ը մինչև կիսամյակի ընթացքում, 3 դեպքը ներառյալ 14 դեպք։ Ավարտեցի հաշվետվությունը եւ սիրով կարող եմ պատասխանել ձեր հարցերին։ Շատ դեպքերում մաքրուվ դարձում է իսկը, բայց մի երկրներում են դրան, հատկապես երազատների եւ աներ շրջանում, ինչպես կարելի է փոխել այս վարկագիծը եւ եթե ճարտարությունը ցույց է տալիս, որ մարդիկ ամեն տարի սխալների պատճառով են վտանգավոր իրավիճակներում, հացով մենք կարող ենք ասել, որ քաղաքացիների միայն զգուշացնեն այդպես բավարարել։ Պետությունը պետք է կարգելման ավելի գործում մեխանիզմներ կիրառի եւ ծառերի հետ կապված վերջին շրջանում ոտերված տապալված ծառերի հետ դեպքեր են լինում եւ դրանք վայր են ընկնում եւ հուլիսին ունեցանք դեպք երբ մոպեդի եւ մեքենայի վրա ընկավ 3 կարծեմ էլ եղավ գազոպարի վրա այս հարցում քաղաքապետարանի հետ համագործակցություն շտարները ինչպիսի մեխանիզմներ են տեսնում որ ոչ թե վերջում արձանագրվի այլ ինչ-որ կանխարգելման բավարար աշխատանքներ իրականացվեն եւ ՃԿԿ-ների ու ոստիկանության միացման այդ առումով հարմարեցվել են այդ պայմանները, որ հաշմանդամություն ունեցող ՃԿԿ աշխատակիցները արդեն ոստիկանության շենքերում կարողանան աշխատել, որտեղ մահվերում դեպքեր կան, հարմար չի գործում մեր կանոնները։ Շնորհակալություն, Շահիկ Շնորհակալություն, ես սկսեմ պատասխանել առաջին հարցից։ Տեսեք, դուք ասում եք, որ կան որոշակի վտանգավոր վիճակներ, երբ պարբերաբար, օրինակ դա կարող է լինի ջրայատության կամ ինչ-որ այլ իրավիճակում հայտնված մարդ, որը ունենում է առողջական կամ ավելի վատ ելքով ուրեմն մահացության դեպքեր են ունենում։ Այո, սա խնդիր է եւ իրազեկումը, այո, բավարար չէ։ Բավարար է եւ անհրաժեշտ կրթությունը։ Եվ մենք 2023 թվականից դեռևս ընդունել ենք աղետների ռիսկի կառավարման ռազմավարություն եւ մեծ բաժին կա նվիրված հենց կրթության ոլորտին եւ եթե ընդհանուր ասեմ այս ուղղության մեր նպատակը որն է դա անվտանգային մշակույթ կրող քաղաքացի ունենալն է
թե ինչպես պետք է հասնենք սրան, որ մակարդակներում մենք պետք է ճշգրիտ այս կրթությունը կոմունիկացնենք մեր քաղաքացիների հետ, սա ամբողջ համալիր աշխատանքներ են այս ուղղությամբ իրականացվում կրթության մեր նախարարության, պատասխանատու գործընկերների հետ եւ տարբեր դասարանների մակարդակից սկսած մենք նախ եւ առաջ կրթական ծրագրեր եւ կրթական մոդուլներ ենք ստեղծում եւ բնականաբար պետք է շատ ինտենսիվ սրանք լինեն կրթական process-ում դասավանդվող նյութեր։ Թերևս մեր հիմնական նպատակը սա է, այս ուղղությամբ տանում ենք աշխատանքներ, ինչքանով ենք հասել, որպեսզի ձեզ կարողանամ ասել ինչ մակարդակ ունենք, այս բանը կդժվարանամ ասեմ, բայց այո, մենք պետք է գանք հասնենք ինչ-որ մի կետի, որ քաղաքացիները իրենց հերթին շատ գնահատեն իրենց կյանքը եւ առողջությունը եւ ունենան այնպիսի հմտություն կամ վարվելակերպ, վարքագիծ, որը իրեն հենց առաջին հերթին զերծ կպահի վտանգավոր իրավիճակում հայտնվելուց։ Ինչ ունի այստեղ անելու պետությունը մյուս կողմից, այո, պետությունը նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները եւս պետք է այնպիսի ռիսկային վիճակները, ռիսկային տեղերը գույքագրեն, որոնք կարող են ունենալ աղետալի ելք, օրինակ գետով անցնելու, այո, խողովակ, որը մարդկանց համար ծառայում է կամուրջ, եւ կարող է առաջացնել եւ մենք ցավոք սրտի ոչ վաղ անցյալում ունեցել ենք նման դեպք։ Դրանք կարող են լինել շատ տարբեր, դա կարող է լինել օրինակ լեռան վրա ինչ որ քար, որը կարող է ընկնել, ինչ որ սողանքային հատված եւ որ մենք ասում ենք ԱՌԿ պլան, արտակարգ աղետի ռիսկի, կառավարման պլան, հենց ամենասկզբում նախ եւ առաջ նկատի ունենք սա, որ յուրաքանչյուր համայնքում համայնքի մակարդակով, յուրաքանչյուր մարզում մարզի մակարդակով պետք է գույքագրվեն այս դեպքերը, այս իրավիճակները կամ այդպիսի ենթակառուցվածքները առհասարակ եւ դրանց վերացման ուղղությամբ տարվեն աշխատանքներ։ Սա եւս ռազմավարությամբ նախատեսված ուրեմն միջոցառում է, մենք արվում է, բայց բնականաբար միշտ կատարելագործման տեղ ունի եւ ես նշեմ, որ այս ուղղությամբ նախ եւ առաջ շատ հստակ պետք է ունենալ օրենսդրություն եւ առաջինը ինչ արվեց անցած տարի մենք ընդունեցինք աղետի ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության նոր օրենքը, ինչը ենթադրում էր նոր ենթաօրենսդրական ակտեր, նոր մեթոդական ուղեցույցեր ունենալ, որպեսզի այս process-ները, այդպիսի պլաններ ունենալը եւ այդպիսի պլանները ճիշտ վարելը լինի շատ էֆեկտիվ եւ այս գործընթացները շարունակվում են այս բան եւս եւ մենք շարունակաբար աշխատելով օրենսդրական լուծումներին զուգահեռ նաեւ թվայնացման գործընթաց ենք պատրաստվում ունենալ, որպեսզի այս պլանները եւս լինեն թվային տիրույթում եւ ունենան ճիշտ հասցեական հասանելիություններ եւ պետական մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների միջև ունենանք շատ արագ օպերատիվ հասանելի տեղեկատվական շտեմարաններ եւ բնականաբար սա ավելի կարագացնի եւ կբարձրացնի արդյունավետությունը տվյալ ոլորտում։ Հաջորդ հարցը կարծես թե դուք ես իմ մասով կպատասխանեմ, հետո պարոն Ղազարյանը եւս կլրացնի, նույն որ ասում եք ծառերի հետ կապված։ Սա եւս աղետի հանգեցնող կամ արտակարգ իրավիճակի հանգեցնող ռիսկային իրավիճակ է կարելի դիտարկել, այդ թե մենք ունենք ծառ, որը հնարավոր է որ քամու հետևանքով վայր ընկնի եւ վնաս պատճառի շրջակայքում գույքային վնաս կամ մարդկային վնաս, սա եւս պետք է գույքագրել եւ հասցեագրել, այս խնդիրը եւ հասկանալ սրա լուծումները։ Արձագանքի տեսանկյունից պարոն Ղազարյանը կարծեմ կլրացնի։ Շնորհակալություն պարոն Մկրտչյան, ավելացնեմ, որ
համայնքապետարանների հետ ակտիվ համագործակցություն է իրականացվում։ Իհարկե չենք կարող ասել, որ 100%-ով հնարավոր է կանխարգելել բոլոր տեսակի վտանգները, բայց մեծ թափով նաև 2026 թվականի առաջին կիսամյակում այդ աշխատանքները իրականացվել են։ Իհարկե հիմա չեմ կարող նշել կոնկրետ այդ ծառի հետ կապված, բայց բազմաթիվ նաև համայնքապետարանի աշխատակիցների կողմից ծառերի էդման գործընթաց է տեղի ունենում։ Մենք ինքներս շատ ժամանակ մոնիտորինգ ենք իրականացնում տարբեր ռիսկերի հետ կապված եւ պատկան մարմինների հետ ակտիվ համագործակցություն է տեղի ունենում, բայց ցավոք սրտի երբեմն լինում են նաև դեպքեր, որոնք կամ հնարավոր չի կանխատեսել, կամ այդ ամբողջ ծավալը տվյալ ժամանակահատվածում հնարավոր չի ամբողջությամբ վերացնել։ Ջրայրման մասով ռիսկի, օրինակ Այսպես ասեմ, իհարկե ցավալի դեպք է եւ ցավակցում եմ զոհվածի ընտանիքին, հարազատներին, մեզ բոլորիս յուրաքանչյուր դեպք մեր հայրենակիցներն են եւ ցավալի դեպք է տեղի ունենում։ Իհարկե, ինչպես նշեցի, դա մեր հերթապահություն իրականացնող տարածքում չի դեպքը տեղի ունեցել, այլ մասնավոր հատվածներում։ Մենք համապատասխան նախաձեռնությամբ հանդես ենք եկել, որպեսզի նաև ոչ հանրային տիրույթներում, այսինքն մասնավոր տարածքներում պարտադիր անվտանգային նորմեր գործեն։ Շատ ժամանակ նաև մասնավորի զգուշացումներից հետո լինում են դեպքեր, երբ որ մեր քաղաքացիները կամ ինչի միայն մենք նաև ունեցանք Սևանա լճում օտար երկրացու, շատ ժամանակ այդ ամբողջ ծավալով հնարավոր չի վերահսկել։ Իհարկե մենք ինչպես ԱԹՍ-ներով անցած տարի էլ ունեցել ենք նմանատիպ մեխանիզմ, երբ որ նախազգուշական աշխատանքներ են իրականացվել, այս տարի առավել ինտենսիվ, նամանավանդ շաբաթ եւ կիրակի օրերին, բայց իմ կողմից նաև հանրահարական է իջեցվել, որպեսզի գրեթե ամեն օր հնարավորինս ամբողջ տարածքով մենք անընդհատ իրազեկման աշխատանքներ իրականացնենք։ Իհարկե, կրկին նշեմ, ինչպես պարոն Մկրտչյանը նշեց, դա դեռևս բավարար չի։ Առաջին հերթին, այո, մեր ժողովրդի, մեր հայրենակիցների իրազեկվածության եւ անվտանգային նորմերին, կանոնները պահպանելու իրավագիտակցությունն է պետք բարձրացնել եւ դրանք իրականում պետք է շատ ավելի ինտենսիվ։ Ես չեմ ուզում նշել, որ ուսումնական հաստատություններում չեն իրականացվում, բայց բավարար չէ։ Մեր ծառայողների կողմից նաև բազմաթիվ ուսումնական պարապմունքներ են լինում աղետների ռիսկերի կանոնների եւ իրազեկվածության եւ պահպանման տեսանկյունից, բայց դրանով մենք պետք է շատ ավելի ինտենսիվ աշխատանքներ իրականացնենք, այսքանը երևի։ Հա, հարմարեցումներ, տեսեք, նախ ուզում եմ նշել, որ օպերատիվ կառավարման կենտրոնում ձևավորումից ի վեր եւ ձևավորման սկզբից աշխատում են մեր նաև այն գործընկերները, ովքեր ունեն հաշմանդամություն եւ շարժունակության հետ կապված խնդիրներ, մեր մոտ կարծես թե ենթակառուցվածքային իմաստով գրեթե բոլոր տեղերում հարմարեցված մենք ունենք ենթակառուցվածքները հարմարեցված են, կարող է մեկ մարզում հնարավոր է եւ մի հատ կրկին կվերանանք, եթե կա այդպիսի իրավիճակ, մենք առավել կարողացնենք, որպեսզի այդ հնարավորությունները ենթակառուցվածքում լինեն եւ մեր գործընկերները շատ ավելի հանգիստ կարողանան իրացնել իրենց աշխատանքը։
Ինչպես ես նշեցի, հրդեհային անվտանգության տեսանկյունից այս կիսամյակի ընթացքում նաև մինչ օրս ընկած ժամանակահատվածում լայնածավալ միջոցառումներ ենք իրականացրել, որի ընթացքում բազմաթիվ փրկարար ծառայողներ, էկոպարեկային ծառայողներ, կամավորներ մենք ընդհանուր հանգստի գոտիներից մեր հայրենակիցները, ովքեր որ հանգստի գոտիներին հանգստանում են, անվտանգային կանոններն ենք բացատրում, թռուցիկներ ենք բաժանում, որտեղ որ սահմանված են այն անվտանգային նորմերը եւ հրդեհային անվտանգության տեսանկյունից բնականաբար նաեւ մենք ներքին գործերի նախարարության, ինչպես նաև փրկարար ծառայության կայքեջում ենք տեղադրում, որպեսզի մեր հայրենակիցները իրազեկված լինեն, մենք կապ ենք հաստատում նաև անմիջական բնակավայրերի վարչական ղեկավարների հետ, այսինքն տվյալ տարածքներում, որպեսզի մեր քաղաքացիների անհրաժեշտ տեղեկատվություն ունենան նաև մեր քաղաքացիները եւ նշված հատվածներում հերթապահություն ենք սահմանում, որպեսզի մի փոքր ահազանգի դեպքում շատ արագ եւ ինտենսիվ արձագանքի դեպքերին։ Մի փոքր լրացում է հարցին, պարոն Ղազարյան, նաև ասեմ հունիս ամսին ներքին գործերի նախարարի կողմից հաստատվել է անտառների կանխարգելման ուղղությամբ ստանդարտացված գործելակարգ, որը առավել միասնական, այսպես ասած, մեթոդաբանություն է ենթադրում մեր աշխատակիցների համար եւ ուղենիշային փաստաթուղթը եւ այս ուղղությամբ նաեւ կրթահամալիրում նաև այդ փաստաթղթի հիման վրա մենք շարունակաբար վերապատրաստումներ ենք անում, բնականաբար նաև միջգերատեսչական համագործակցությունը այստեղ շատ կարևոր է, ինչպես նշեցիք, հիդրոմետի տվյալները շատ արագ ստանալով, գիտենք, որ քամիները դրանք հրդեհները, այսպես ասած, ուժեղացնող կամ տարածող հանգամանք են, կան նաև այլ հանգամանքներ, դրանց վրա ուշադրություն դարձնելով առավել վաղ վիճակում իրավիճակները հայտնաբերելով փորձում ենք ուրեմն շեշտադրվել կանխարգելման աշխատանքների վրա։ Եթե հարցեր չունենք, ավարտենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։